Տեր Հիսուսի անունով ողջունում ենք բոլորիդ սիրելի հայրենակիցներ, հայտնությունը եթերում է, մենք մեր հաղորդումների ընթացքում շատ ենք խոսել հավատքի մասին և մեր միակ նպատակն է քրիստոնեական հավատքը մեր հայրենակիցներին ներկայացնել, ավետանի ճշմարտությունները բերել, քրիստոնեական հավատքը հիմնված է մեռելների հարության և հավիտենական կյանքի վրա, Տեր Հիսուսի կատարած սքանչելի փրկagorցության վրա, որ մեղավորների համար իր անձը զոհեց խաչի վրա, գերեզման դրվեց և երրորդ օրը հարություն առավ և հավիտյանս հավիտենից կենդանի է։ Սա քրիստոնեական հավատքի հիմքն է կազմում։ Քրիստոնեական հավատքը իր հետ ունի նաև գործնական իր բնույթը և այն ընդգրկում է շատ ոլորտներ։ Եսայի մարգարեն Տեր Հիսուսից 720 տարի առաջ մարգարեացավ և իր 61-րդ գլխի մեջ գրեց Տեր Հիսուսի բերնով խոսելով հետևյալը. Աստծո հոգին իմ վրաս է, քանզի Տերը զիս օծեց, որպեսզի աղքատներին ավետանը տարվի, կոտրած սիրտ ունեցողներին բժշկություն, գերիներին ազատություն և բանտարկյալների բանտի բացվելը հրատարակել։ Եվ Տեր Հիսուս լիուլի կատարեց այս ամենը և ինքն էլ իր հերթին տվեց այս պատգամները, որպեսզի քրիստոնեական հավատքը իր գործնական կիրառությունը ունենա իրեն հավատացողների միջոցով այս աշխարհի մեջ, ինչպես ավետարանն է ասում, դուք եք աշխարհի աղը, դուք եք աշխարհի լույսը։ Եվ երբ որ Տեր Հիսուս իր գահին բազմի եւ այն ժամանակ դատաստան անի, ահա գրված է Մատթեոս 25-րդ գլխի մեջ, որ թագավոր մարդը երբ որ դատաստան արավ, ասաց. Իմ հորս օրհնածները, մտեք այն թագավորությունը, որ աշխարհի սկզբից առաջ ձեզ համար պատրաստված էր, որովհետև անոթի էի եւ դուք ինձ հաս տվիք, ծարավ էի եւ դուք ինձ ջուր տվիք, մերկ էի եւ ինձ հագվեցիք, օտարական էի եւ ինձ ներս թողեցիք, բանտի մեջ էի եւ ինձ այցելության եկաք։ Եվ երբ որ արդարացածները ասեն, Տեր, երբ արեցիք այդ բաները, Տեր Հիսուս պիտի ասի. Իմ եղբայրներից պստիկից մեկին արեցիք, ինձ արեցիք։ Բանտի մեջ էի եւ այցելության եկաք։ Ահավասիկ սերունդներ, ես ձեզ պիտի ներկայացնեմ երկու հայորդիների, որոնք քրիստոնեական այս չափանիշներով են քայլում, իրենց հավատքը հիմնված Աստվածաշնչի վրա եւ հետևում են Տեր Հիսուսի պատգամներին, եւ այսօր նրանք այցելում են բանտերը այն հայորդիներին, ովքեր որ արգելափակված են այնտեղ Աստվածաշնչի բարի լուրը, ավետանի լույսը նրանց տանելով, որպեսզի նրանք էլ փրկությունը ժառանգեն, իրենց գտնված վիճակի մեջ մխիթարություն գտնեն։ Ձեզ պիտի ներկայացնեմ սիրով Արշակ եղբորը եւ Ռաֆի եղբորը, Քրիստոսով շատ սիրելի եղբայրներ, եւ նրանց հետ մենք հոգեվոր հաղորդակցություն պիտի ունենանք։ Նախքան սիրելիներ անցնենք ձեր գործնեությանը, որ գիտենք շատ աստվածահաճո մի գործ եք անում, շատ հետաքրքիր պիտի լինի ձեր վկայությունները տայք մեր հերոստատիտողներին, թե ինչպես ձեր կյանքի մեջ Հիսուս Քրիստոսը իբրև անձնական փրկիչ եւ Տեր ընդունեցիք։ Խնդրեմ։ Ուրեմն նախ ասեմ շնորհակալ ենք, որ ասկեղեցիկ արիթ են ձայվավ, շնորհակալ ենք, որ Դերը մեզի աս սուղ կեղեցիկ արիթ ունինք, որ վկայությունից դանք եւ կխնդրեմ Տիրոջը, որ մեր ժողովրդին օգուտ լա հոգեվորաբես եւ լսողը իսկապես օգտվի, ալ ոչ թե բարձ բատնությունը լա, մեր փուն նպատակը Հիսուսի վկայությունն է եւ իրեն օրտնություններու վայելչության քաղցրությունը մեր ժողովրդի հետ հաղորդագիծը լալի։ Ուրեմն գրնամսել 26-27 տարի առաջ ես իծնոտ Իրաք ծնած եմ եւ Իրաքեն դեպի Հունաստան եկանք, որ Ամերիկա հասնենք, այդ ընթացքին շատ քեղեցիկ քրիստոնյա ընտանիքի հետ ծանոթացանք, չնայած իմ հայրս մայրս ապաշխարած հոգևոր հայրմար եղած են, բայց եւ այնպես գիտենք, որ քրիստոնեայությունը իսկապես ամեն մեկ անհատի հետ կապված է, իրեն անձնական
փրկությունը գտնալով Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով։ Ես միջև այդ դարիքից դեր այդ քեղեցիկ հարստությունը չէի ունեցած հոգևորապես։ Վերստին ծնունդի փորձառությունն Անշուշտ ադր մասին է։ Եվ Հունաստան այդ ընտանիքի հետ աղոթքով ընդունեցինք Տեր Հիսուս Քրիստոսը, մեր մեղավորը լալը գրցանք հիտնալ եւ Տիրոջի շնորհքը ստացանք, բայց աշխարհը մեզի չցկեց ապրինք հոգևոր կյանքի մեջ։ Հասանք Ամերիկա եւ բավական հաջող գործ ունեցա։ Գործս չափազանց հաջողություններով արժանացավ, բայց ես անձնապես անշուշտ աշխարհի մեջ գաբրեի եւ աշխարհային կյանքի մեջ էի։ Ճիշտ է դերը գրանչնայի ընդունած էի, բայց եւ այնպես ինչպես շատերս աշխարհը քրավիչ է ցեվով մարմնով վրաբես։ Այսինքն հոգևոր կյանքը անպտուղ էր այդ տարիներին։ Անպտուղ էր ավելի ճիշտ, գեցես։ Եվ ադորերուն բավական ցանոթներ հոգևոր շրջանի մեջ միշտ գաբակցություն ունեի եւ սկսա իմ կորձս մեծնալու ընթացքին դեսա որ ասկյանքը իսկապես գորուստի գտանի եւ ասի իբր հայր զավակներ ունեմ 3 հատ 3 մանչ տղաներ դերը նվիրած է այդ կյանքը ինձ պիտի ընտանեկան կյանքի քաղցրությունը պիտի չցկեր որ վայելեմ եւ որոշեցի որ ոչ ասի ճիշտ չեմ տեսնար ավելի դիրոջս գուզեմ մոդեգնալ եւ սկսա Սուրբ Գիրքի սերտողությունը կորձիս մեծ լալը դիրոջ մե խնդրեցի որ ավելի խաղաղ կյանք ունենամ եւ կորձի մեջ չդարվին երկար ժամեր եւ իմ հոգեվոր աչքերովս գրծա իսկապես տեսնալ չարը երբ որ գտեսնա անցումը գուզե դիրոջը ծարայե ինչպես գբادرազմի այդ բادرազմին վգամը ես եմ որ ինձ իսկապես շատ չարչարեց եւ շատ նեղություններ պատճառեց ունեցած քանի միլիոնները որ շինած էի գրնամս էլ մեծամասնությունը կամ բոլորը գործընծուցի բայց այդ նեղության օրերուս գրծա հավատալ որ աղոթքը եւ Սուրբ Գիրքի սերտողությունը ինձի հոգեվոր հանգստություն եւ միտքի ուրախություն հոգիս պիտի պատճառի։ Ռաֆի եղբայր, Աստծո խոսքի մեջ գեղեցիկ համար կա որ ասում է նա որ Քրիստոսի հետ չի հավաքում ցիրուցան է։ Ճիշտ, շատ իրական այդ վիճակի համար է գրված։ Այո։ Ուրեմն այդ քաղցրությունը որ անցնաբես գկոհանայի երբ որ Սուրբ Գիրքի սերտողությունը կստանայի զավակներուս հետ ընտանիքիս հետ շատ ավելի որագով ժամ գուտայի եւ հոգիս ուրախ էր բայց անշուշտ փողի գործությունները որ գունենայի գորուստները մարմնով գծավցներ զիս եւ ալ ավելի խորացա եւ դիրոջը քաղցրությունը օրի վրա գլեցվեի իր շնորհքով եւ ընտանիքիս ուրախությունը ալ ավելի գզգայի անորամար արդյունքներեն մեկը 3 զավակներ ունիմ շատ մաքուր վիճակի 3-ն ալ քրիստոնյա են հոգեվորապես ընդունած են Տեր Հիսուս Քրիստոսը Բարկաստու եւ իմ հետս այսօր գծարայեն ինչ որ գրնան իրենց շրջանի մեջ այո հենց դա է կրթե մանուկ է սկսած ճանապարհի մեջ շատ ճիշտ եւ վգայություն ու ուրախությամբ գուտամ որովհետեւ արդյունքները շատ քեղեցիկ են քաղցր են գքաչալերեմ ան երդասարտներուն ան ժողովրդին որ գրնա հաղթել աշխարհքին ոչսե եւ դիրոջը այոսե ասընթացքին ինգերներս մեկը որ ցանոթները ավելի շուգայի մեջ բռնված էին եւ փանդարգյալ էին իրենց ծրած սխալ գործերու պատճառով ուրեմն ես բարդական զգացի իբր քրիստոնյա երթամ եւ այցելեմ իրենց փանդը ադորերուն գրծա արիտս ստեղծել քանի որ բավական երկար ճամփա էր ժամեր դեվեց եւ այցելեցի եւ իրենց գրծա դիրոջը անունը կարոզել եւ իրենց ալ ուրախությունը փոխանցեցի
հոգիս չափազանց քաղցրությունը, խաղաղությունը, ուրախությունը, ցնծություն Այո, ունեցա։ այո, Ուրեմն եւ ճանապարհի մեջ երբ որ դու գվերաթարնայի, ուրախությունս չի բացադրվի ուրախությունը, ինչքան մեծ էր։ Եվ ասի որ եթե ես մեկ հոգի կարողացա դերը կարոզել բանդի մեջ, ասկան ուրախություն բաճարեց ինձ եւ այդ անցին փրկություն, որքան ավելի պիտի օգտակար լամ դիրոջը, այո, եթե շատ մի երդասարտներ ու գրնամ այցելել։ Այդ օրեն իվեր դերը սրտիս մեջ աս գոչ ուղար հիմնեց։ Այդ օրվանեն իվեր միջև այսօր ամեն մեկ այցելությունս որ գնամ փանդը ինձի չափազանց ուրախություն կբաճարե իրենց փրկվելու համար եւ դխրություն կբաճարե որբեսի կդեսնամ ատկան երդասարտներ ունենք փանդը։ այո։ Շատ ցավալի է, որ իմանում ենք հայ երիտասարդների քանակությունը այնտեղ հազարներով է չափվում եւ օր-օրի գնալով ավելի շատանում է։ Դուք էլ կարող եք վկայել այդ մասին, որ ամեն օր նոր մարդիկ եք տեսնում Ինչ որ ռիպորտը կդեսնանք, ինչ որ մեր աչքերով կդեսնանք, իսկապես ցավալի է, շատ է եւ միշտ նոր թեմքեր կդեսնանք, իսկ ալ ավելի ցավալին բադաած թեմքեր կա, որ իդ կվերաթարնան այդ սիստեմի մեջ եւ գորուստյան ջամփայի մեջ են մասում։ Շատ ցավալի է։ Արշակ ջան, մոտ 3 տարի առաջ մեր ծրագրի մեջ մասնակցություն բերեցիր, այն ժամանակ ինչքան որ հիշում եմ քո վկայությունը տվեցիր, բայց 3 տարի է անցել, շատ բաներ փոխվել են, թե վկայությունը պետք է որ նույնն էլի, որովհետև այնինչ որ վկայում ես Տիրոջմով է, եւ պիտի խնդրեի որ բաժնեկից լինեիր մեր հերոստատիտողների հետ, քո վկայությունը ինչ հանգամանքներ քեզ Տեր Հիսուսին մոտեցրել եւ Տերը գտար։ 1997 թվին, երբ որ բանտ ընկա, ես բանդի մեջ էի, երբ որ չապլեներից մեկը Աստվածաշունչը բերեց ու տվեց ինձ անգլերեն լեզվով, դժվարություն ունեցա հասկանալ, բայց աղոթներով Տերը բաց արեց եւ սկսեցի հասկանալ։ Եվ Աստված լույսով հայտնվեց ինձ եւ սկսեց խոսալ ինձ հետ։ Եվ ցույց տվեց իր ճշմարտությունը ավելի խորից եւ այդ փրկության ճանապարհը, որ միակ ճանապարհն է, որ գոյություն ունի, որ տանում է դեպի կյանք։ Այո։ Եվ հավիտենական ապրել Աստծո հետ եւ ազատվել այն պատիժից, որ որևէ մեկը եթե չընդունի Հիսուս Քրիստոսին, պետք է դժոխքում պատժվի։ Երբ որ այս գիտությունը ինձ տվեց Սուրբ Գրքի միջոցով եւ ես տեսա հայտնապես, որ այս փրկությունը ամեն մարդու է պետք, եւ ես հենց եւ հոլի մեջ էի, որ այնտեղից սկսեցի նամակ գրել դուրս իմ ընտանիքին, ընկերներին, եւ ես սկսեցի վկայությունը ստալ, ինչ որ արդեն ես սկսեցի տեսնել հենց բանդի մեջ։ Եվ երբ որ դուրս եկա, 3 ամիս այդ հոլից երբ որ դուրս եկա, ես շատ վախով դողով ուզում էի ապրեի այդ կյանքը, որ ասենք, երբ որ ընդունել էի, կարողանայի հիմա մարդկանց հետ շփված ժամանակ նորից ապրել այդ նույն կյանքը, որ խոստում տվեցի Հիսուս Քրիստոսին։ Եվ ինքը ճանապարհը ցույց տվեց ինձ, եթե դու ուզենաս մնաս ինձ հետ, ես քեզ զորություն կտամ եւ ճանապարհը ցույց կտամ, որպեսզի կարողանաս քայլես այս նոր քո ճանապարհը, որ դու ծանոթ չէիր։ Անցյալում իմ կյանքս որևէ աստվածային կյանք չեմ ունեցել, ոչ էլ տեղեկություն եմ ունեցել եկեղեցից կամ Հիսուս Քրիստոսի փրկության ճանապարհի մասին։ Պարզապես հենց բանդի մեջ սովորեցի Աստվածաշունչը կարդալով եւ իր Սուրբ Հոգին ինձ բաց արեց այս ճշմարտությունը եւ սկսեցի հենց բանդի մեջ քայլերս վերցնել, որպեսզի ոնց ապրեմ քրիստոնյա կյանք բանդի ժողովրդի հետ։ Եվ Աստված հենց այդտեղից ինձ ցույց տվեց, որ շատ ժամանակ էի դնում Աստվածաշունչը կարդալու մեջ, որ 5 ժամից 8 ժամ օրական կարդայի, եւ այդ խաղաղությունը եւ ուրախությունը, որ իմ մեջ էր գտնվում, չէի ուզում
կորցնեի կամ պակասեր այդ խանդավառությունը, որ Սուրբ Հոգին տալիս էր ինձ։ Եվ մի քանի անգամ փորձեցի մոտենալ այնտեղի տղեկի, որ ասենք անցյալներում ես միշտ իրանց հետ էի իմ ժամանակս բանդերում, որ անցկացնում էի, բանդի մեջ ցանկ գոյություններ ու իրանց հետ էի միշտ իմ ժամանակը անցկացնում։ Այդ տղաները ինձ մեծ տեղ տվեցին, երբ որ տեսան, բայց մի քանի ամիս հետո ես Սուրբ Հոգին առաջնորդեց, որ ես իրանց հայտնեմ, որ գիտեք ինչ, ես ձեր հետ չեմ էլ։ Իմ կյանքս փոխվեց։ Իմ թեկուզ եւ իմ անցյալում ես ձեզ հետ եմ եղել եւ ամեն անգամ բանտ որ եկել եմ ձեզ հետ իմ ընտանիքիս պես ձեր հետ եմ անցկացրել, բայց վերջի խոսքերս դրեցի իրանց, որ ես քանի որ բանդում գոյություն ունի այս տեսակի բան, որ դու իմ մեջքս նայի, ես քո մեջքը, սո դրա համար է ցանկը ստեղծված, որպեսզի մեկը մեկին մեջ կանգնի եւ մի ընկերություն լինի։ Երբ որ կանչեցի տեղի մոտիկ ընկերոջս, որ ինքն էր տեղի ղեկավարը, ասեցի, որ ես մի բան ունեմ քեզի ասելու, որ ես ուզում եմ, որ դուք ինձ վրա հույս չդնեք։ Եվ ասի, ոչ էլ ասի, ես եմ ձեր վրա հույս դնում։ Ես շատ զարմանք եղավ իմ խոսակցությունը, որ ես ինչ տեսակի խոսակցություն է։ Ես շարունակեցի իր դեմքի արտահայտությունը, զարմացած ինձ էր, թե ինչ եմ բացատրում իրան։ Ասի, ես ինձ էլ չեմ վստահում այդ սրանից հետո, ասի, միայն Հիսուս Քրիստոսին եմ վստահում։ Ինքը հասկացավ, որ ես այս հավատքից մեջ շատ լուրջ եմ եւ իշքան էլ իրանց սիրում եմ, բայց Հիսուսին ավելի շատ եմ սիրում։ Բարք դիրոջ։ Այո, եւ ինքը իր բերնից միակ էս խոսքեր է, լավ, ասեց, որ գիտես դու մեր մեծ աղբերն ես, քանի որ ես տարիքով ավելի մեծ էի, իրանք ավելի երիտասարդ էին։ Մենք ասում ենք քո պետքությունը չունենք, որ դու մենակ ասենք քո խորհուրդները մեզի հերիք է, բայց իր վիրավորված ասես քեզի եթե մեկը հանգարց մոտենա մի բան ասի, մենք կանգնած ենք քո համար։ Ես ուզեցա ճշտեմ, որով Սուրբ Հոգին ինձ առաջնորդում է, որ խոսամ, ասեմ, որ ինքը թող հասկանա, մի թող իր չհասկանալով գնա։ Իրան բացատրեցի, որ եթե ես իմ հույսը քո վրա լինի, քո պահելու վրա լինի, իմ քրիստոնեությունը պարա տեղն է։ Որովհետև Աստծո խոսքը ասում է, վայ նրանց, որ իրենց հույսը մարդու վրա կդնեն եւ ոչ թե Տիրոջ վրա, չէ՞։ Այո։ Շատ իր մոտ ինքը հասկացավ ինչ եմ ասում, իհարկե ինքը ինձ համարները տվեց իր տան, իր ընտանիքի, իր մամայի, պապայի, երբ որ դուրս գանք ուզում էր կապվեր իմ հետ։ Ինքը ասեց, ես էլ կուզեի քո ճանապարհը բռնեի, բայց քանի որ ասեց հիմա չեմ կար, ասեց Իրան էին ինքը շատ պոլիտիկաների մեջ էր եւ Իրան էին հանձնել, որ ինքը պետքա նայի, ասեց, բայց ես շատ նախանձում եմ քեզ, ասեց, որ այտենց ինքը պարզապես տեսավ, ես չթողեցի, որ չտեսնի իմ ասած ինչ է։ Եվ իրան այնտեղ իրան հանգստացեց, երբ որ ես ասի, որ ինձ էլ չեմ վստահում ես։ Ասի, որովհետև ասի ինձ Աստված ցույց տվեց, եթե քեզ պետք է վստահիր, իմ պետքությունը չունես տվել։ Ինքը ցույց տվեց ինձ նոր ապրելու ձևը, որ սիրո կյանք է, որ պետքա բոլորին սիրես եւ խոնարհ լինես եւ հավատքով քայլես եւ մեր պատերազմը էլ մարմինով չի լինի եւ ոչ դանակով, ոչ զենքով, այլ Աստծո խոսքով։ Ամեն, ամեն։ Շատ հետաքրքիր եւ զարմանահրաշ է, եղբայրներ, Աստծո գործելակերպ ուղղակի որ նայում ենք զարմանում ենք։ Եվ ինչպես վկայում է Աստծո խոսքը, Աստված ամեն իր սիրածը կխրատե եւ կծեծե ամեն որդին, որ կսիրե։ Նրանք ովքեր որ նախասահմանյալ իր զավակներն են, այս կամ այն ձևով Աստված բերում է մի վիճակի մեջ, որ Տիրոջը ընդունեն։ Դա կլինի բանտում կամ կլինի, ասենք, մեկը իր սովորական կյանքի մեջ, ինչպես ասենք Ռաֆի եղբոր Պարագան, որ հավատացյալ ընտանիքում է ծնվել եւ այսպիսի ճանապարհով չի անցել, ինչպես դու։ Բայց կարևորը այն է, որ կյանքի մի պարագայում Աստծո այցելությունը եղավ եւ այդ քարացած սիրտը փշրվեց եւ Տիրոջը ընդունվեց իբրև անձնական փրկիչ։ Շատ սքանչելի, շատ սքանչելի։ Եղբայրներ, ձեր կատարած գործը իրապես շատ աստվածահաճո մի գործ է։ Աստվածահաճո, այն որ Տեր Հիսուս նաև պատվիրեց եւ ասաց, որ
ես բանտն էի եւ ինձ այցելության եկաք եւ հարցեցին մենք երբ քեզ այցելության եկանք ասաց իմ եղբայրներից ամենին փոքրին այցելություն արեցիք ինձ արեցիք եւ փակ տիրոջ որ նույն սկզբունքով դուք եք գործում Ռաֆի եղբայրը իհարկե իր խոսքի մեջ արդեն ասաց այն մղումը որ իրեն մղեց դեպի բանտ գնալու կուզեի որ մի քիչ ավելի մանրամասնությամբ եթե կարելի է Հիմա երբ որ դերը փամը գուզեվորելա մարդ արարածը երբեք չի գրնար այդ դիրոջը ծրակրին թեմ գնալ դերը իսկապես երբ որ սրդից թփչավ որ այո ազարայություն ուզեմնես այլևս սեր մնալ ինձ դվավ որ այդ 7 նոդար ինձ համար օդար սելով այսինքն այրունով իմ բարեկամներս ասկականներս չեն եւ իրենց բայց ազգակիցներ են անկան սեր դվավ որ այդ օդար երդասարտներուն իբրիմ հարազատ ընտանիքիս անդամները սկսա տեսնել միջև ասվարգյանը երբ որ գայցել եմ իրարու հետ հաղորդության ադեն ամբես սեր մնե որ իրենք ալ չեն գրնար ուրանալ այդ սերը այդ պատճառով ես իրենց շատ կսիրեմ իրենք ալ զիս շատ կսիրեմ փոխադարձ աստու սերը փոխադարձ է այո եւ այդ պատճառով գրնամ իրենց հետ շատ մդերիմորեն սիրտերնին փանալ իմ հանդեպ ես իրենց հանդեպ սուրբ գիրքը փանալով իրար հետ այդ փանդի մեջ երբ որ սերդողություն գնենք եւ վգայություն իրար գտանք իսկապես մեծ արդյունք կբերե անշուշտ է պետք է որ ասենք փնդրողը գտնե թուրը զարնողը գբացվի իրեն այո ուրեմն այդ երդասարտը որ փանդի մեջ είναι գամ թուրսն է եւ որ Հիսուս Քրիստոսը կփնդրե անպայման կգտնեցեվոմը մենք ալի բրձարա դիրոջը հոնենք իրենց համար փնդրողին քիչ առաջ որ խոսեցի Աստված սրտիդ մեջ դրեց եւ չկարողացար այդ բանը մերժել սուրբ գրային մի գեղեցիկ մարգարեական խոսք կա Հովնան Մարգարեի օրինակը Աստված ասած գնա Նինվե քարոզի ինքը նավ նստեց որպեսի Թարսիս փախնի բայց Աստված որոշել էր որ Հովնանը պիտի գնա եւ Նինվե քարոզի կետ ձուկի միջոցով այլ կերպեր գործածելով Աստված իր գործը առաջ տարավ եւ գիտենք Հովնանը գնաց Նինվե եւ քարոզեց եւ մեծ արդյունք էր ուրեմն մենք ալ երբ որ իսկապես հավատքը գունտունենք եւ փրկությունը մեր հոգիի մեջ դեղ գունենա հիմա պետք է որ ասենք հավատքը առանց կորձի հնարավոր բան չէ ոչ ալ կորձը առանց հավատքի ուրեմն եթե գահավատանք դիրոջը պետք է ծառայություն մնալենք ինչ որ մեզի կարողություն դված է դերը որով մենք չենք իսկապես բայց պետք է սերովնենք եւ որ արդյունքը գրնանք բերել ինչպես քիչ մարաջ իրար հետ զրուցեինք կարծեմ գարժե at երկու դողը հիշել եւ գարտացածից Հակոբ Արաքելոցն ավետարանի մեջ որ գսե քանզի ինչպես մարմինը առանց հոգի մեռած է նույնպես ալ հավատքը առանց կորձերու մեռած է այսինքն քրիստոնյայի գործը պիտի ապացուցի նրա հավատքը այո Եվ ինչպես ասում է որ ծառը իր պտուղից կճանցվի, գործն էլ պիտի ապացուցի մեր հավատքի ինչ լինելը։ Եթե մեկը ասի որ հավատք ունեմ եւ այն իր հետ միասին գործ չբերի, ինքը չի կարող իր հավատքը փաստել։ Այո։ Արժան ջան, քո մոտ ինչ մղում եղավ։ Այսինքն ինչը առիթ ծառայեց, որպեսզի դու որոշես, որ գնաս բանտերը այցելություն անես Եվ ի վերջո, ինչպես գիտեմ, դու էլ Ռաֆի եղբոր նման Չապլին ես այնտեղ, չէ, ի վերջո հեշտ գործ չէ, բանտարկյալների հետ գործ ունենալ, գնում ես մարդկանց մեջ, որոնք, ասենք, անցյալում ունեցել են, ասենք, գործեր, ի վերջո, արգելափակվել են այնտեղ, բանտն են դրվել, իրենց կատարած անօրենությունների զանցանքների համար եւ այսօր դու պիտի գնաս այնտեղ եւ պիտի շփվես այդ մարդկանց հետ շատ ավելի դժվար է քան որ սովորական դրսի մի մարդու հետ շփվես այդպես չէ Առաջին հերթին Հիսուս Քրիստոսի սերն էր որ բխեց
ինձ այդ շարժման մեջ որպեսի գնամ եւ կալանավորներին տեսնեմ եւ իրանց նույն բանը, որ ինձ Հիսուս Քրիստոսը բացեց, այդ ցանկությունի մեջ եղավ, որպեսի իրանց էլ բացանի։ Երբ որ Աստված իր կամքի մեջ ուղարկում է քեզ միտեղ, ինքը իր շնորհքը այդ գործի համար քո վրա այնքան է տալիս, որ քո համար շատ հասարակ գործ է երևում դա։ Եվ սա միայն իր շնորհքն է, որ տալիս է եւ կապ չունի, օրինակ ես բանդերի մեջ թեկուզ եղա, շատ կյանքիս մեջ բանդեր ընկա եւ բայց օրինակ Ռաֆի եղբայրը չի եղել, բայց ինքն էլ նույն ուժով, նույն զորությամբ կարողանում է սիրով մտնի եւ սա Սուրբ Հոգու կարողությունն է եւ սերն է, որ մարդը չունի որևէ բան, որ կարա պարծենա դրա մեջ։ Եվ իրան սերն է, որ մեզի բխում է, այդ սերն է, որ մեզի հաճույք է պատճառում, որ այս գործողությունը անենք եւ այդ ուրախությունը մեր մեջ միշտ ավելով ծագում եւ ջրվեզի պես հոսում է մեր մեջից։ Փառք Աստծո։ Իապես Աստծո եկեղեցին Քրիստոսի մարմինը կենսունակ մարմին է եւ Աստված պարգևներ շնորհներ է տվել։ Մեկին ասենք մարգարեական խոսք, քարոզելու շնորհք, մյուսին սպասավորության շնորհք, երրորդին էլ տվել է այդ ուժը եւ կարողությունը բանտերը գնալ եւ բանտարկյալներին օգտակար լինել։ Ի վերջո Հիսուս ղրկեց, որ ավետանը քարոզենք, բայց եթե մարդիկ բանտերը չգնան եւ չքարոզեն, այդ մեր հայրենակիցները, այդ երիտասարդները ինչպես պիտի իմանան Հիսուս Քրիստոսի մասին, այդ բերած սքանչելի փրկության մասին։ Այնպես որ եղբայրներ, շատ ուրախ ենք ձեզ համար այս գործը, որ անում եք։ Փառք Տիրոջ։ Տիրոջ փառքի համար է իրապես։ Ինչ զգացողություններ եք ունենում։ Շփվում եք տարբեր խառնվածքի մարդկանց հետ։ Ինչ զգացողություններ ունեք։ Քանի որ արիթը հարմար գտեսնեմ, փոքր վկայություն բդամ, որս հարցումիդ պատասխանն է։ Ասկի քանի ամիսներ առաջ երդասարտի մայցելած ադենս շատ հուսախապ վիճակի մեջ էր եւ ես իրեն վիճակը որ դեսա աստիճանի հուսախապ սի որ ինչ ունիս հայեր եւ սա որ նայր ինձ ինչ որ բիտ կարտաս ինչ որ ասես իզուրե ես ծմա երրորդ ստրայքն է իմա քանի ամիսեն պիտի Գյանք թադը վերջանար, սո թուրս ելալու երբեք հույս չունի, հոն է, ներսն է, բիդ մնա, և սի դեր ասված ես ինչպես աս երդասարտին հույս տամ, ինչպես, բայց իր հուսախապ վիճակը երբ որ դեսա, և դղան այսինքն գրնաս երավագայը թադը բիդելա քանի մորեն, և կիդե որ 100% ծմահ բիդի մնա հոն, և անուն ալ հարություն էր, Բաճարը գիշեմ, շատ դժվար հիշեմ, անշուշտ ասգանուն անուն դալու գարիք չկա, հարութը սի տուն կիդես կո անունը դինչ է, սավ ինչ է, հարութ է, իմաստը կիդես սավ ինչ, սի հարութ արդեն տուն լավ մդածեսնը, դեր Իսուս Քրիստոս ինքը հարություն արած է մերելներեն, տուն մարմինով գրնա ալալ մահանասոս, բայց եթե տուն դերը հիմա ջան չնաս, և ուն տունես իպր պրգիչըտ, մնացած օրերըտ, շապատներդ, ամիսներդ շատ խաղաղ ուրախ բիդանցնես և հավիդենական կյանքիդ մեջ դեր Իսուս Քրիստոսի կովը բիդի վայլես։ Սավ ինչ պաստ ունես, ինչպես։ Եվ իրեն օրինակը դվի Քրիստոսի խաչվածադենը երկու ավազակներ թադաբարդված էին մահի։ Հիմա երկուքն ալաս երդասարտի պես թադաբարդված են մահ։ Ուրեմն աս երդասարտինը սի որ տուն բատմությունը կիդես, սա վակ ես միտքս է։ Սի դերը երբ որ ավազագը սա որ դեր հիշեզիս երբ որ կուտակավորությունով կաս, և դերը իրեն սավ աս կշեր տուն իմ հետս ես, տրախտի մեջ։ Եթե տուն ասոր գահավադաս եսի, հիմա գրնաս տուն ալ արժանանաս։ Եվ դղան at հսկա հաղթանտամ երդասարտ մներ, սա որ ես գուզեմ Սիսկաբես գուզես սավա, բադրաստ ես իմասի, սավ իմա ոնց կլա, սի դիրոչիկով երբեք ժամը վարգյանները գարևոր չեն, գուզես իմա բադրաստ ես, հիմա, սավ գուզեմ, սի խոնար սրդով, հետս աղոտ է, և երեն առաջնորդեցի զղջումի աղոտքը, որ ունտունեց, որ մեղավոր է, և ձունգապար երկուքս միասին,
Սուրբ Գիրքը իր գլխին վրա տնելով ընդունեց մեղավորը լալը եւ եթե Երանից էր աչքերը հետս լար at հաղթանտամ 4 դղան ունգուր լալով մոդարաբես 4-5 վարյան արցունքը անտատարգիչներ եւ իր քրդինքները մարմինեն գտեսնայր եւ ասպես արդյունք երբ որ գտեսնաս ալ ինչպես չես գնալ ծարայել դիրոջ իհարկե գենտանի աստծո գավադանք մենք եւ խաչված չէ եւ Աստծո արչեւ ամենաընդունելին ամենապատվարժանը կոտրած ու խոնար սիրտն է կարևոր չի իր հաղթանդամ լինելը կարևորը այդ սրտի փխրունությունն է որ Տեր Հիսուսին ընդունի որ կանգնած ամեն մեկի սրտի դռանը թակում է որպեսզի ով որ բանա ասում է հորս հետ պիտի գամ եւ ընտրիկ պիտի անենք ընդունություն պիտի ունենանք Երանի թե ամեն մեկը այս զգացողություն ունենա եւ Տեր Հիսուսին ընդունի իբրև իր անձնական փրկիչը ինչ սքանչելնի կլինի ազգովի այո եւ մեր սրտի փափագն է մեր աղոթքներն են նաեւ հայտնություն հաղորդաշարի միայն նպատակն է սա ավետանի ճշմարտությունները եւ Տեր Հիսուսի բերած սքանչելի փրկությունը մարդկանց հասցնել ամեն դեր Արչակ ջան հիշարժան որևէ դեպք խոսակցություն իրավիճակ քո այցելությունների ընթացքում եւ ընդհանրապես ինչ հաճախականությամբ եք այցելություններ անում Ես շաբաթը 3 անգամ եմ գնում եւ շատ մեծ քանի ժամ օրական քանի ժամ օրական 12 ժամ առավոտից իրիկուն եւ այդ 12 ժամի մեջ այնքան տարբեր բաներ են պատահում որ օրինակներից մեկը կարամ ասեմ մի տղայի վրա որ երբ որ ինքը սկսավ հաճախել սերտողություններին մեծամասնորեն բոլորն էլ լսենց կգան եւ տեղեկություն չունեն քրիստոնեությունից բայց կան որոնք որ արդեն մի անգամ երկու անգամ ընկել են եւ տեղեկություն են քրիստոնեությունից բայց կեսը կարամ ասեմ 50%-ը որևէ տեղեկություն չունեն քրիստոնեությունից եւ երբ որ խոսում ես փրկության մասին եւ Աստծո խոսքի մասին իրանց համար շատ հետաքրքիր թեմա է սա որ անծանոթ են եւ ուրախությամբ կլսեն փոփոխությունը շատ հետաքրքիր է որ դանդաղ կերևա իրանց մեջ եւ բայց փոփոխությունները տեսնում եմ ես շատ տարբեր փոփոխություններ են լինում չեմ ուզում օրինակներ անուններով բերեմ բայց օրինակ կարամ մի տղա վրա բերեմ օրինակը որ երբ որ շատ կարդ խաղար բանդի մեջ եւ շատ տեսքից շատ իմիջայլոց կմոտենար Աստծո խոսքին բայց մի քանի ամիս հետո երբ որ իր մոտ ես արդեն ուզում եմ իրան չբերեի որով ոչ մի փոփոխություն չէի տեսնում իր վրա ու շատ ավելի խանգարող դեր էր տանում ու երբ որ իրան փոխեցին մի դորմից մյուս դորմը եւ այնտեղ ինքը սկսեց ավելի շատ ժամանակ դնել Սուրբ Գիրքը կարդալու այսօրվա իր փոփոխությունները երբ որ ես տեսնում եմ այնքան հարցեր ունի որ ես չեմ կարողանում ամբողջ հարցերին պատասխանեմ իրա ինքը արդեն վերջացրել է Սուրբ Գիրքը եւ էլ գումար չի խաղում եւ շատ իր բաները թողել է այսինքն հայությունները չի անում լրիվ վատ սովորությունները թողել է վրայից եւ հիմա հետաքրքրված է Սուրբ Գրքի աստվածաբանական հարցերի վրա եւ շատ կուզի որ առանձին նստենք իրար հետ եւ ինքը հարցերը կգրի թղթի վրա եւ կսկսի այդ հարցերը մեկ առ մեկ ինձի տալ։ Փառք Աստծո, ուրեմն Աստծո ոգին գործում է իր։ Եվ կան շատերը Վարդան ջան, որ շատ լուրջ կընդունեն, կան ժողովուրդ, որ այսինքն կլսեն դրսից էլ կերևա փոփոխությունը բայց դեռ այն հավատքը որ ասենք ես կուզեի որ իրանց տեսնեի երբ որ ազատվում են ասենք կարոտով իրանց եկեղեցի կան մտնեն եւ շարունակեն իրանց հավատքը ոնց որ ես արեցի so իմ ցանկությունը որ շատ ժամանակ կդնեմ եւ ամեն շաբաթ սերտողություն կանեմ ու կուզեմ ամեն հայի որ իրանք տեղյակ լինեն Աստծո խոսքը ու ասենք ժամանակ կտրամադրեն որ այս
գիտություն իրանք ունենան եւ իրանց հավատքի մեջ բնդություն լինի, երբ որ դուրս կան կարողանան իմանան իրանց հավատքի մեծությունը եւ որ հետ չդառնան եւ գնան առաջվա իրանց կյանքի վրա։ Փաստորեն սա արձանագրված եւ փաստացի մի բան է, որ շատ ծրագրեր գոյություն ունեն, ասենք բանտարկյալին փոխելու, բայց փաստված է, որ բոլորն էլ ժամանակավոր են։ Մի որոշ ժամանակ իրենց ազդեցություն ունենում են հոգեբանական տեսանկյունից, բայց գալիս է մի պահ, որ նորից հին աշխարհային իր կյանքը, հին սովորությունները, հին միջավայրը նորից նրան ձգում եւ տանում է։ Մի ուրիշ բան էլ կա, որ փաստված է եւ ձեր օրինակներն էլ եւս մեկ անգամ փաստում են, որ Աստծո խոսքը, որ երկսայրի սուրից ավելի զորավոր է եւ մարդու սրտին դիպչում է եւ Սուրբ Հոգիով Աստված այցելություն է անում եւ ասում է կնքեցի հավիտենական կյանքի համար, վերջացավ, այլևս մարդու փնտրածը միայն Աստծո ճշմարտությունն է, որովհետեւ եթե մեկը Տեր Հիսուսի քաղցրությունը առնում է, վերջացավ։ Ինչը կարող է մեզ Քրիստոսի սերն զատել, կարող է որևէ բան զատել, անկարելի է։ Եղբայրներ, կուզենք մի քիչ խոսենք արմատների մասին։ Ինչն է, որ դառնում է պատճառ, որպեսզի այսքան շատ թվով մեր հայրենակիցներ իրենց կյանքի այս լավագույն ժամանակները երիտասարդ իրենց տարիք անց են կանցնում բանտում։ Ինչ է ձեր կարծիքը։ Անշուշտ է, ինչպես հստակ գիտենք, մեր բادرազմը այրունի հետ եւ մարմինի հետ չէ, հաբա աս աշխարհի իշխանին հետն է։ Աս աշխարհի իշխանը Սատանան, Աթամ եւ Ավեն սկսյալ մինչեւ այսօր միշտ մեզի գուքա քրավիչ ծևով աշխարհի մեղքերուն զարտարած սուտ փայլունությունով եւ գհամոզեք խապե, որբեսի իրեն փայլունության յետևեն երտանք։ Եվ ես եկած եմ եզրակացությամբ, որ 3 կետեր գտեստամ՝ անձնասերություն, ակահություն եւ նախանձություն։ Ասոնք են մարդու գտանին սխալ աշխարհի մեջ, որոնք մեղքի բնության արտադրությունն են։ Այո։ Եվ ասոնք են, որ երիտասարդը շատ մեղքերու մեջ կմտնա, աս պատճառներով։ Եվ մենք ասոնք մեր այրունի մեջ կան, քանի որ մեղավոր գծինենք։ Բայց Երանի անոր, որ դիրոջը գվստայի եւ գծկե դերը կոնտրոլն է, աս մեր ունեցած նախանձությունը, ակահությունը եւ աս մեղքերը, որ ունենք, դերը մեզի գոքն է եւ չի ցկեր, որ կորձածենք ադոնք։ Թե ոչ մենք ալ ունենք, բայց գրնանք դիրոջը շնորհքով հաղթել։ Որովհետև երբ որ Սուրբ Հոգին մենք իբրև գրավ Աստծուց ընդունեցինք մեր սրտերի մեջ, Սուրբ Հոգի պարգևները որն են՝ սեր, խնդություն, խաղաղություն, հեզություն, բարություն, հավատարմություն, ժուժկալություն, եւ ասում է սրանց դեմ օրենք չկա։ Աստված ուզում է, որ հավատացյալի մեջ այս որակները, այսինքն Սուրբ Հոգու տված որակները Երևան եւ հին ադամական մարդը օր-օրի տկարանալով ավելի մեռնի։ Այո, եւ այս պատճառով է, որ իրականության մեջ մինակ փանդարգալը չէ, որ փանդի մեջն է։ Մենք շատ երիտասարդներ, շատ ժողովուրդ ունենք մեր հասարակ կյանքի մեջ։ Այո։ Դարձյալ փանդարգալ Գաբրին, գրնալալ դունն են, անգախ կորձ ունին, ազատ կորձ ունին, բայց փանդի մեջ են հոգեվորաբես։ Այո, ոչ ֆիզիկական, բայց հոգեվոր։ Այո, եւ անշուշտ ադոր լուծումնալ աղոթքով, դիրոջը վստահելով, հավատքով մոտիգնանք եւ ինչպես որ սիր մեր ազգը գարիք ունի փրկության, գուզեմ մեր ժողովրդին ասել, որ ազգի փրկությունը կսկսի դունեն։ Եղբայր Արշակի դունենը սկսյալ, իմ դունես սկսյալ եւ թիդողներու դունենը սկսյալ։ Եթե ամեն մեկ դունուն տուն է, որ ինքը մեղավոր է, Տեր Հիսուս Քրիստոսին երթանք եւ խնդրենք իր մեր ներում, իր թափած այրանը միջոցով մեզի գլվա, գմակրե, նոր անցկն է եւ մեր բոլոր հայազգը հբարդ ուրախ գաբրի մեր լուսավորչական Գրիգոր լուսավորչի շնորհքին դագը վերաթարնանք մեր արմատներուն եւ իբր փրկված ազգ գաբրին։ Քրիստոսի շնորհքը եւ իր բերած լույսը
կլուսավորի մեր սրտերը, մտքերը եւ մեզ կառաջնորդի միջև հավիտենականություն։ Ամեն Տեր Հիսուս։ Արշակ ջան, այս կապակցությամբ ինչ կասեիր, այսինքն ինչ ես գտնում քո անձնական մոտեցումդ, որոնք են արմատները այս ամենի, որ երիտասարդին միջև բանտ նստել են հասցնում։ Ռաֆի եղբայրը ճիշտ պատասխանեց այդ հարցին, ավելացում Այսինքն նույն ճիշտ նույնն է, մեղքի պատճառն է, որ ամեն բան դուրս է գալի եւ որ ես մոտիկ հաղորդակցության մեջ էի Սուրբ Հոգու հետ, ինձ միջև անգամ ցույց տվեց, որ ես երբ որոշեցի իմ ճանապարհս շեղել եւ ինչի համար շեղեցի, մանկուց, որ ասենք սիրեցի հանցանքը սիրեցի Այո։ եւ իշքան մեծացա հանցանքս ավելի լուրջացավ, ավելի շատացավ եւ ավելի շատ եւ վերջապես ասենք հասնում ես մի տեղ, ոնց որ Ռոմեացների առաջի գրքի մեջ կասի մարդկան, որ Աստուն չեն փառավորի եւ Աստված կթողի ամեն մարդ իր սրտի ճանապարհով գնա։ So ես իմ սրտի ճանապարհով գնացի եւ հանդիպեցի դրագների եւ հենց այդ դրագների պատճառն էլ կարաս ավելացնես, որ մարդուն ավելի շատ հանցանքի կարան տանեն եւ վերջապես մի օր կբռնվես եւ դրանից հետո բանտ կգնես։ So մի տեսակը, որ ասենք շատ տեսակներ, ագահությունը մարդը փողա սիրում, պատրեջի դրագների մեջ դինեն, բայց բանդի մեջ ընդհանրապես մեծամասնորեն կարող ես 70% ասես դրագի պատճառով է նստած։ Շատ քչերը 30% երևի տարբեր տեսակի, բայց մեծամասնությունը դրագն է, որ բերում այնտեղ։ So մարդը գերի է դարձած այդ բաներին։ Այո։ So մեղքի վարձքը մահ է, բայց Աստծո տված պարգևը ձերի հավիտենական կյանք։ Ամեն, ամեն։ Իսկ մարդուն տրված է մեռնի մի անգամ եւ դրանից հետո դադաստան։ Այո։ So բայց Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվեց, որպեսզի ով որ հավատա չկորսվի, այլ հավիտենական կյանք ունենա։ Շատ པարզ եւ սքանչելի ձեով դրված է հարցը, այսինքն այս կամ այն բաները չպիտի անես փրկվելու համար, սրտովդ հավատաս, բերնովդ խոստովանես, փրկությունը պիտի ժառանգես։ Աստված գիտի, որ ադամական մարդը ի վիճակի չէ մի բարի գործ անի, որ Աստված նրա ձեռքից ընդունի։ Այո։ Մենք պետք է որ մեր սիրտը Հիսուսին տանք, որ ինքը մեր մեջ գալով ինքը գործի։ Ինչպես տեսնում եք, եզրակացությունը սա է, որ ամեն բանի արմատը ադամական մեղքն է, ադամական մեղքը, որ մարդուն մղում է կատարել տարբեր տեսակի հանցանքներ եւ բարձ է դրա վերջանում է կամ բանտ նստում կամ շատ ավելի վատ հետևանքներ ունենում, մարդիկ անգամ մեռնում են, անձնասպան են լինում, շատ ավելի ծանր հետևանքներ են լինում։ Դրա համար Աստծո խոսքը ասում է, ով երիտասարդ, քո երիտասարդական տարիքի մեջ քո Տեր Աստծուց ճանաչի։ Հիմա եղբայրներ կուզեի, որ ձեր սրտի խոսքը, ձեր պատգամ ասեք մեր հայ ժողովրդին, մասնավոր երիտասարդությանը, որոնք այսօր դրսում են Փառք Աստծո, բանտ չեն ընկած, ինչ է ձեր սրտի խոսքը։ Ոչ, ես ուզում եմ ասենք այս սրա վրա բանդի մեջի մարդիկ շատ դժվարություն չունեն ընդունելու, որ իրանք մեղավոր են, եւ որ իրանք կբացատրվի, որ իրանք մեղավոր են, իրանք մեկը չի հակաճառում, որ իրանք մեղավոր չեն։ Եվ իրանք հասկանում են, ասում մեղքի վարձքը մահ է, so իրանք բացատրությունը իրանք տալիս ենք, որ քու արածի կամ քու ապրածի կյանքի, որ մարդու մեղքը թեկուզ ծնունդով, որպեսի հետ չգնանք ադամական մեղքի վրա, որ նորը հենց իրանք եղած մեղքի մեջ իրանք համաձայն են, որ մեղքի մեջ են, մեզի մնում է իրանք բացատրենք, որ մեղքի վարձքը մահ է։ Մա դրսի եղած ժողովրդի շատերի վտանգը նրա մեջ է, որ իրանք աշկի առաջ ասենք լավ կյանք են ապրել եւ իրանք կարծում են մեղքերի մեջ չեն եւ դրսի մարդու խնդրեմը այնտեղ է, որ ինքը հասկանա, որ գոյություն չունի որևէ մարդ, որ արդար է եւ առանց մեղքի եւ սա կլինի, որ ամեն մարդ իմանա, որ մեղքի վարձքը մահ է եւ ինքը մեղքերի մեջ է, որևէ մեկը գոյություն չունի,
որ Արդար լինի։ արդար լինի։ Իմ խորհուրդն է, որ ամեն մեկը ընդունեն Հիսուս Քրիստոսին եւ հավիտենական կյանք ընդունեն։ Եվ փոքր մեղքով եւ մեծ մեղքով տարբերություն չունի Հիսուս Քրիստոսի արունը մաքրումը, օրինակ իմ բազմաթիվ մեղքերը Հիսուս Քրիստոսի արունով մաքրվեց եւ արդարության դադաստանում, որը երկնքում արդարացվեցի ես։ Այո, որովհետև Հիսուսի արյունը բարեխոս է քեզ համար, քո մեղքերիդ համար նրա արյունը բարեխոս է։ Այո։ Եվ ինձանից քիչ մեղքեր ունեցողը, որ դրսում կապրի եւ չի ճանաչի իր մեղքերը, նրա մեղքերը դեռ իր հետ են։ Այո, այո։ Եղբայր խնդրեմ։ Ես կփապագեի շարունակել եղբայր Արշակին ասածը, որով մույս գեսը իրեն բացադրածը երդասարտին է, որ մեղավորը լալը թեր չի ջանչած։ Իսկ քեղեցիկ բաթմությունը Հիսուսի դված վգայությունները, որ դեսանք իր ցանկի մեջ, ուրեմն 4 հոգի անդամալույց մփերին, Այո։ եւ դիրոջ մե խնդրեցին անդամալույցին բժիշկե։ Շատ անգամ այդ մեղավորանցը չի գիտեր, որ ինքը անդամալույց է հոգիով։ 4 անձը միասնապար փերին հիվանդ է Հիսուսին։ Եվ Հիսուս 4-ին հավատք նայելով, սերը նայելով, բադասխանեց ադոնց եւ անդամալույցը լավացուց։ Սիրելի ծնողներ, հայրենագիցներ, շատ երդասարդ կա, որ գործնված վիճակի մեջ է եւ հնարավոր չէ, որ ինքը իմանա հիմա ասվարգյանին, որ ինքը մեղավոր է։ Բայց եթե որ ընտանիքի անդամները միասնապար դեվական աղոտ կնեն, Հիսուս Քրիստոսեն խնդրեն, իրենց երդասարտին կամ իրենց անձին փրկություն, Այո։ դերը հավատարիմ է եւ իր խոստումի դերն է, կպատասխանի։ Այո։ Այլ խոսքով ասած, ամեն մարդ այսօր ապաշխարության պետքություն ունի։ Սա է ավետարանի տված պատգամը, որովհետև Տեր Հիսուս ասաց. ապաշխարեցեք, որովհետև երկնքի թագավորությունը մոտ է։ Նույնը կատարեցին նաև առաքյալները, ապաշխարություն քարոզեցին եւ ուրիշ մեկով փրկություն չկա, ոչ երկնքի տակ, ոչ երկրի վրա, որով կարողանանք փրկվել։ Մի անուն կա եւ դա է Հիսուս Քրիստոս, որ մեր մեղքերի համար մեռավ եւ մեզ արդարացնելու համար հարություն առավ։ Եվ Հռոմեացիս 10:9 համարը կարող եք ամեն մեկը դել կարդալ ձեր գրքերի մեջ եւ այս ճշմարտությունը տեսնել։ Եթե մեկը սրտով հավատա, որովհետեւ հավատ կա, որ միայն մտկային է։ Մտքի հավատ շատ ունեցողներ կան, ասում են մենք էլ ենք Աստծուն հավատում, բայց Սերմնացանի առակի նման այդ սերմերը նրա սրտի մեջ, այսինքն պարարտ հողի մեջ չընկան։ Ուրեմն սրտովդ հավատաս, թույլ տաս, որ այդ հավատքը սրտի մեջ արմատներ տա եւ բերնովդ էլ խոստովանես. Տեր Հիսուս, դու իմ փրկիչս ես, փրկությունը պիտի ժառանգես։ Դրանից հետո Տերը քեզ գրկած պիտի տանի եւ քո կյանքը իրապես երջանիկ եւ սքանչելի պիտի լինի։ Թեև կարող է այս կյանքի առերևույթ նեղություններով ես անցնում, բայց ապագատ փայլուն է։ Մենք վստահ ենք այս բանին։ Ամեն։ Անշուշտ վստահ ենք։ Սիրելիներ, շատ ուրախ եմ եւ Տերը ձեզ մեծապես թողորտնի ձեր գործի մեջ, ավելի զորացնի, որ հայ ժողովրդի փրկության համար գործեք եւ միջոց լինեք հոգիների փրկության։ Այսօր մենք պետքություն ունենք իրապես Տիրոջ անոթների, որպիսի բանտերում գործեն եւ այդ փրկարար լույսը նրանց տանեն։ Ուստի պիտի խնդրեի, որ մեր այս հաղորդումը ավարտենք ապաշխարության աղոթքով, այդ սովորություն ունենք, պիտի շարունակենք։ Ռաֆի եղբայր, եթե դեմ չեք, խնդրեմ աղոթք անենք, անհատական աղոթք, նրանք ովքեր որ կուզեն միանալ այս աղոթքին եւ իրենց սրտերը խոնարհեցնել, Տիրոջ ընդունել, իրապես երանելի պիտի լինեք։ Սիրելի հայրենագիցներ, ասում էր բատմածները բատմություն չեն, իրականություններ են, մեր անձնական կյանքի փորձառություններն են, որ մենք անձնապես դեսած ենք, կտեսնանք եւ գվայլենք։ Արիթ ծերն է գրնակ ծիծաղել եւ գրնակ ընդունել։ Եվ դերը մեզի ազատ անգախ գամք մտվավ, որ աս երկուկե մեկը ընդրենք։ Իմ իսկապես ամեն հոգիով գաղաչեմ Տիրոջ մե,
ամեն մեկ թիդող մեր ժողովրդին դերը թփչի Սուրբ Հոգիի միջոցով եւ մեր հոգիները արթնցնե, որբեսի անդրադառնանք Տեր Հիսուս Քրիստոսի քալի իսկապես մոտ է, Այո։ աշխարհը շատ ցավալի դժվար վիճակի մեջ է եւ այսօր փրկության ճամփան միայն հավատքով է, որբեսի նախ մենք հոգեվորապես ուրախաբրինք եւ նեղությունները մեզի չդանչել ուրախության վերածվի անորամար կխնդրեմ եւ գաղութեմ խոնարհապար մեր երկնավորայր կխնդրեմ քեզ մետեր ամեն մեկ թիդողի հոգին թփչիս դեր քու Սուրբ Հոգիի միջոցով եւ մեր սածները որ իրականություններ են օգտվելով եւ քու ունեցած շնորհքներով Տեր Հիսուս որ դու աղբյուրն ես թփչիս իրենց հոգիներով արթունություն դաս եւ անդրադառնանք որ մեղավոր ենք խնդրենք քեզ ներեմեզ երկնավորայր եւ քու թափած սուղայրունով լվաս մեր մեղքերը զորացնես մեզ Փարսրացնես մեզ եւ մեր փլոր բարակաները, որբեսի քեզի վգաները լանք եւ դու մեզի հայրը լաս, ինչպես մեր հայրերուն հայրը եղած ես դեր, իբր հայ քրիստոնյա, առաջին ժողովուրդը մենք եղած ենք ով դեր, հիմա ալ գուզենք այդ նույն քեղեցիկ ժառանգությունը շարունակենք, չենք կրնարնել եթե դու մեզի չորտնես դեր Հիսուս։ Քու Սուրբ Հոգիդ կխնդրեմ, թափես մեր ժողովրդի վրա։ Անդրադառնալով քանք քեզի եւ քուրախությունդ միասնապար իբր ժողովուրդ վայլենք քանի որ միայն քեզի գվայլե փառքը բադիվի իշխանությունը այժմ եւ միշտ հավիտյանս հավիտենից ամեն քու Սուրբ անունովդ կխնդրեմ Տեր Հիսուս ամեն Ամեն։ Սերներ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, հորաստոսերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզանից ամեն մեկի հետ թող լինի։ Ամեն։ ամեն Տեր Հազար բար շնորհակալ ենք Դերոր